հարգարժան տնօրեն մանկաբար, մեզ միշտ օգնող հարեհաս իմ գոլեգաներ, մեր երեխաների մանկությունը, ապահովությունը ձեզնից է կախված, մեր երեխաները, մեր սաները, միջին A խմբի երեխաները պատրաստել են ձեզ համար մի փոքրիկ բեմականացում Հովհաննես Թումանյանի Կիկոսի մահը։ Սիրով կներկայացնեմ։ Eva!
եղավ։
մեծահասակներս շատ հետաքրքիր եւ խրատական է, որ մենք ուշադրություն չդարձնենք այն փոքրիկ անհիմն զգացմունքներին, կոնկրետ տխուր տխրությանը, տխուր մտքերին եւ այն չեղած մտքերին եւ այն իրականություն չդարձնենք, այսինքն չտրվենք այն զգացմունքներին, որոնք գոյություն չունեն։ Այստեղ Թումանյան իրականությունից այնքան են հերոսների միջոցով են ներկայացնում, այնքան են կտրվում իրականությունից, որ ընկնում են իրենց երևակայական աշխարհում, ստեղծում են իրենց այսպես ասած գոյություն չունեցող ողբերգությունը, Կիկոսը չեղած, չծնված Կիկոսը, բարձրանալը, ընկնել մեռնելը եւ սքալը եւ բոլորը փոխանակը մեկը մյուսին իրենց գիտակցությամբ, իրենց վերաբերմունքով, գիտակցությամբ դուրս հանեն այդ իրավիճակից, մի բան էլ իրենք են ճոխացնում եւ այդ ողբերգությունը ավելի են մեծացնում։ Կեցե Թումանյանը, կեցե մեր մանկավարժները, որ փոխանցում են այսօր մեր երեխաներին եւ այդ խրատները ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ մեզ մեծահասակներից, ոչ թե մենք տվենք այդ զգացմունքներին, ընկնենք երեխաների այդ ազդեցության տակ, այլ կարողանանք դուրս գալ եւ մեր երեխաներին էլ դուրս հանել այդ իրավիճակներից, այդ պատրանքներից, որոնք ստեղծել են դրան եւ գոյություն չունեն իրականում։ Կեցե մեր մանկավարժները գեղեցիկ ներկայացնելու համար ինֆորմացիոնը շատ գեղեցիկ է, շնորհակալություն ընկերազնիվին, կեցեք։ Շնորհակալություն եւ Մարիներին։ Շնորհակալություն Երասյան դասիրակ ընկերությանը։ Շնորհակալություն դասիրակ օգնականին։ Շնորհակալություն մեր մեթոդիստին, միշտ եւ իմ շնորհակալությունը բոլոր անձնակազմին մանկապարտեզին